Ողջույն սիրելի հետևորդներ, այսօրվա դասը վերաբերվելու է Afterlayer-ին։ Դրա համար ես գրեմ որևիցե տեքստ, ենթադրենք ավելացնել զամբյուղ, և ինչպես կարելի է Afterlayer ստեղծել։ Աջ կլիկ եմ կատարում, ընտրում եմ Afterlayer ռեժիմը կամ Shift-I սեղմում եմ և միանգամից Afterlayer ռեժիմը ստեղծվում է։ Եվ այստեղ նկատում ենք, ստեղծվել է իկոնկա և իր ներսում էլ տեքստն է տեղադրվել։ Հիմա ինձ անհրաժեշտ չէ այլևս կոճակ ստեղծելու, քանի որ հենց Afterlayer-ը այդ ռեժիմը իրականացնում է։ Ավելի պարզ երևալու համար ես մեր կոճակին որևիցե գույն եմ ընտրում, ենթադրենք թող լինի կարմիր։ Եվ սա մեր Afterlayer-ն է, հիմա ուսումնասիրենք նրա ռեժիմը։ Այն կարող եմ տեղադրել ինչպես օրինական սլուղարես դիրքով, մեջտեղի հատվածում տեղադրեմ Afterlayer-ը նաև զամբյուղի ֆունկցիա իրականացնում, այսինքն կարող եմ ավելացնել ինչքան տեքստ, որ նախընտրում եմ, կարող եմ ավելացնել իկոնկաներ և ենթադրենք ցանկանում եմ ավելացնել, ենթադրենք այս պլյուսիկը տեղադրում եմ և այն ավտոմատ կերպով տեղադրվեց։ Հիմա սա իմ տեղադրած տեքստի և պլյուսիկի միջև տարածությունն է, ենթադրենք ցանկանում եմ, որպեսզի նրանց միջև լինի տարածությունը 20, հիմա նրանց միջև տարածությունը 20 է։ Սա մեր արդեն կոճակի լայնությունն է, ենթադրենք լինի 30, իսկ սա արդեն բարձրությունն է կոճակի, սա էլ կարող է լինել 20։ Եվ ինչքան որ տեքստ կամ այլ էլեմենտներ ցանկանում եմ, կարող եմ տեղադրել, ավտոմատ կերպով տեղադրվում է և չափերը իմ ընտրած հավասարաչափ այն պահպանում է։ Ենթադրենք կարող եմ Afterlayer-ի ներսի հատվածում օրինակ տեղադրել իկոնկա, ինչ իկոնկա կարելի է ընտրել։ Կարելի է հենց զամբյուղ էլ ընտրել։ Զամբյուղի գույնը միանգամից փոխեմ, թող լինի սպիտակ, և վերցնում եմ, տեղադրվում եմ և ավտոմատ կերպով տեղադրվում է։ Մեր Afterlayer-ի չափն էլ ավտոմատ կերպով փոխվում է և իմ ընտրած չափերն էլ հավասարաչափ այն պահպանում է։ Կարող եմ նաև տեղերը տեղափոխել, տեղաշարժել, ենթադրենք, եթե ցանկանում եմ պլյուսիկը գտնվի այս հատվածում, զամբյուղն էլ, չգիտեմ, այս հատվածում, կամ ընդհակառակը տեքստը լինի այստեղ, պլյուսիկն էլ այստեղ։ Կարող եմ նաև մեր տեքստի գույնը փոխել, կարող եմ տեքստը մեծացնել և ավտոմատ կերպով նաև մեր Afterlayer-ի չափը փոխվում է, կարող եմ տեքստին մի քիչ հաստություն տալ, ենթադրենք չեմ ցանկանում, որպեսզի անկյունները սուր լինեն, ցանկանում եմ, որպեսզի անկյունները շրջանաձև լինեն, այսպիսին, կամ միգուցե գույնը փոխեմ, և այսպես շարունակ։ Բնականաբար կարող եմ յուրաքանչյուր պահին, եթե չեմ ցանկանում տվյալ էլեմենտը Afterlayer-ի ներսի հատվածում գտնվի, կարող եմ յուրաքանչյուր պահին Afterlayer-ից հեռացնել, և չափերը ավտոմատ կերպով պահպանվելու համար անպայման պետք է այն տեղադրված լինի հյուկ ռեժիմի վրա։ Այսպես։ Կարող եմ փոքրացնել, մեծացնել ըստ
նախասիրության։ Շատ հարմար է նաև after layer-ով ստեղծել ինչպես կոճակներ, այլ նաև աղյուսակներ։ Իսկ այսօրվա համար այսքանն էի նախատեսել, եթե հետաքրքրեց, գրանցվեք և հետևեք իմ հաջորդ դասին։ Հաջողություն։